Երբ որ երեխաները առաջին դարին 2021-ին առաջին անգամ լավ թռները բացեցին մեր ճամբարին, երեխաները, գիտեք, քեդինը նստած իրար հետ զրուցում էին։ Իրենց զրույցը ինչ էին կգարցեք։ Քո բաբան որտեղ է զոհվել, քո եղբայրը որտեղ է թաղվել։ Էս էր, որ ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես պատրաստ չէի այս մեկը լսելու, ես պատրաստ չէի հոգեպես այսպիսի երեխաներու հետ աշխատելու, եւ այս մեկ անգամ չէ, ամեն օր, մոտ 20 օրը այս մեկը երկու փուլով էին գարել, 20 օրվա ընթացքին, երբ որ ես թաքցնում էի իմ արցունքներս մեջքս դառնալով եւ թաքցնում էի, որ չսկան երեխեքը իմ հուզմունքս, երբ որ հայրը ինձ անգում է, ես գնալու եմ վիրահատվելու, ես ծանր վիրավերանք եմ ստացել, երեխա այսքան մի հատ համբուրեմ առաջ որ գնամ, այսպիսի բաներ այնքան անցրել ենք, այնքան դժվար ժամեր, օրեր անցուցել ենք, երբ որ գիշերը, գիտեք, ճակատավարները երիտասարդ են, երբ որ գիշերները երեխեքը անգողին ենք տնում, ես գիշերին ինձ զանգում են ճակատավարները գողքի սենյակին, ասելով, որ երեխան հոգեվարկի մեջ է, լացում է, երազ է տեսնում, ես վազում էի, ինչ վիճակով չգիտեմ, երեխային գողքը նստում էի եւ ամբողջ մարմինը շոյում էի, պայնայանում, որ այդ երազներից ինքը քնած վիճակին, պապա, երբ որ այդ երեխան կորում է, չգարելի մեկը, որ չունենա այդ հուզմունքը եւ չսկա, ես սկացել եմ այս բոլորը, ճիշտ է, որ ճամբարը հաջող էր, բայց ինձ համար ալ իսկապես վերջավորության ես ալ պետք ունեի հոգեբանի։ Արցախից բռնի տեղահանված երեխաների պատմությունները լսել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Նայիրի ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանը։ ՀԲԸՄ դահլիճում հոկտեմբերի 29-ին մեկտեղվել էին հոգեբաններ, մանկավարժներ, ջոկատավարներ, ծնողներ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայկական հոգեվոր վերականգնման հիմնադրամը անցկացրին համատեղ միջոցառում ՀԲԸՄ Նայիրի ճամբար երեխաների հոգեվոր հոգեբանական աջակցության առանձնահատկությունները թեմայով, խոսվեց կառույցների համագործակցության արդյունքների, ճամբարի փորձի մասին։ Տրավման տարբեր երեսներ ունի, տարբեր դեմքեր ունի, հատկապես երեխաների մոտ, դա է պատճառը, որ հաճախ մեծահասակները շփոթվում են եւ չեն կարողանում իսկապես հասկանալ, արդյոք երեխան տառապում է թե չէ, արդյոք երեխան վնասված է թե չէ, որովհետեւ երեխաներ կան, ում մոտ այդ դրսևորումները կարող են արտահայտվել ինքնամփոփ լինելու տեսքով, հա, երեխաներ կան, ովքեր շատ ագրեսիվ են դառնում, կամ դյուրագրգիռ են դառնում, տարբեր տագնապային դրսևորումներ են ունենում, քնի խանգարումներ են ունենում եւ երեխաներ էլ կան, որոնք շատ ուրախ են դառնում։ Սա էլ է տրավմայի դեմքերից մեկը։ Ես Նադիա Կոստանյանն եմ, Գյումրիից, մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ EGP Նայիրի ճամբարին մասնակցել եմ 2024 թվականից։ Երեխաների առօրյան էին կազմակերպում խաղեր, ինտելեկտուալ խաղեր, ժամանցներ, հոգևոր դասեր, ինքը շատ պարտավորեցնող աշխատանք է ու շատ պարտավորեցնող շփում է։ Իրենց հետ պետք է մաքսիմալ ազատ լինես ու մաքսիմալ կարողանաս վստահության աղբյուր հանդիսանալ։ Այսօրվա միջոցառումը նվիրված էր հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ աշխատանքի արդյունքների ամփոփմանը եւ այդ հանդիպման ժամանակ ես սկսեցի մի երեխայի պատմություն, ով հենց այդ Նայիրի ճամբարի մասնակից էր, որով շատ էի տպավորվել։ Երեխան ասել է, որ սովորաբար երբ ինքը վատ մտքեր էր ունենում, գնում էր քնելու, բայց ճամբարի մասնակից լինելու արդյունքում ինքը հասկացավ, որ պետք է չվախենա, այլ պետք է խոսի այդ վախերի մասին։ Եվ դա իհարկե իրականացվել էր, դրան մենք հասել ենք, դա այն արդյունքն է համատեղ աշխատանքի, որ հիմնադրամի հոգեբանները աշխատել են երեխաների հետ, գտնելու իրենց ներքին ուժը, գտնելու իմաստը, չվախենալու կիսել իրենց հույզերը։
Հանդիպման ընթացքում ցուցադրված ֆիլմում ներկայացվեց Նայիրի ճամբարի առօրյան, տեսաուղերձներով հանդես եկան ճամբարի համակարգման աշխատանքների մասնակիցները 2021-ից 2025 թվականներին 7-ից 13 տարեկան 1963 երեխա է մասնակցել ամառային ճամբարներին։ Այստեղ են ապաստան գտել նաև արցախցի երեխաներ 2023 թվականի օգոստոսին Արցախի շրջափակման օրերին։ Ամառային ճամբարից բացի 2024 թվականի փետրվարից Նայիրի ընտանեկան ճամբարն անվճար հյուրընկալել է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին, ապահովել հոգեբանական աջակցություն, սթրեսի կառավարման դասընթաց, սնունդ, խաղեր, ժամանց։